Մարտի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան նախատեսված մի քանի չվերթներ չեղարկվել են։ Մասնավորապես Դուբայ-Երևան չվերթը հետաձգվել է Դուբայի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։ Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։ Չնայած մինչ այդ Fly Dubai-ը վերսկսել էր թռիչքները, բայց իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Բոլոր են ավիաընկերությունները, որոնք մինչ պատերազմական իրավիճակը թռնում էին Հայաստան, բայց այդ իրավիճակից հետո թռիչքները չեղարկել են։ Դրանք են Air Arabian, Qatar-ը, Իրան թռնող բոլոր ավիաընկերությունները եւ Fly Dubai-ը, ինչպես նաեւ Jazeera-ն, որը Քուվեյթ էր թռնում։ Այս իրավիճակից ելնելով ու օդային տարածքների փակման հետևանքով բոլոր այս ավիաընկերությունները իրենց թռիչքները չեղարկել էին մինչև այսօր։ Դրանցից միայն Fly Dubai-ն է, որ վերջերս վերականգնել է շաբաթական 1 թռիչքով, բայց ուզում եմ անպայման նշել, որ դա էլ կախված է իրավիճակից։ Զբոսաշրջության ոլորտն առհասարակ շատ զգայուն է պատերազմական իրավիճակների կամ համավարակների հանդեպ։ Դրանք իհարկե վատ ազդեցություն թողնում են, բայց ելքը գտնվում է։ Շատ հաճախ այդ գործոնները նպաստում են ներքին туриզմի զարգացմանը, նշում է Մեխակ Ապրեսյանը։ Կորոնավիրուսի տարիներին, երբ ընդհանրապես կանգնել էր, կանգ էր առել զբոսաշրջությունը եւ միջազգային ճանապարհորդությունները որպես կասեցված էին, արգելված էին, սահմանափակված էին, զբոսաշրջությունը սկսեց վերականգնվել բոլոր երկրներում ներքին զբոսաշրջություն։ Եվ դա նաեւ իր որոշակի, եթե կարելի է այդպես ասել, այդ հնարավորությունը ստեղծեց ավելի ակտիվացնելու, չնայած նրան, որ Հայաստանում միշտ էլ ներքին զբոսաշրջությունը այսպես ամեն տարի որոշակի աճ ունեցել է եւ բավականին լավ դինամիկա ունեցել ենք, բայց ամբողջ աշխարհում ներքին զբոսաշրջությունը մի նոր թափ առավ։ Այն հարցին, թե ինչ հնարավոր ռիսկեր կան տարածաշրջանում առկա իրավիճակով պայմանավորված, Տուրիզմի ֆեդերացիայի նախագահը նշում է, հնարավոր է զբոսաշրջիկների շրջանում Հայաստան գալու հետ կապված մտավախություններ առաջանան։ Միջազգային զբոսաշրջիկները ավելի զգուշավոր կլինեն ճանապարհորդությունը պլանավորելուց այս տարածաշրջան իրենց այցելությունները կազմակերպելուց առաջ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցույց տանք, որ Հայաստանում անվտանգ է եւ կարող են գալ իրենց հանգիստը վայելել։ Ապրեսյանի գնահատմամբ այս պահին Հայաստանի զբոսաշրջային հոսքը բավարար է, կտրուկ անկում չի գրանցվում։ Միևնույն ժամանակ, մինչ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունը մեր երկիրը մի շարք պետություններ անվտանգների շարքին են դասել։ Շատ հեղինակավոր պարբերականներում միշտ Հայաստանը ներկայացում էր ամենաանվտանգ եւ ամենագրավիչ երկրների շարքում։ Այնպես ինչպեսին որ ըստ էության կար եւ կա առ այսօր, այսինքն դեռևս հիմա Հայաստանում անվտանգ է եւ ունենք զբոսաշրջիկներ եւ գալիս են զբոսաշրջիկներ եւ վայելում են Հայաստանը, հայկական զբոսաշրջային արդյունքը, այստեղի մշակույթը, վերաբերմունքը։ Այսպիսով Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պահպանումը բացասական ազդեցություն կունենա մի շարք երկրների զբոսաշրջության վրա, բայց Հայաստանի թաքնված անկյունները բացահայտելու եւս մեկ հնարավորություն կտա։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։